Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1589-րդ օրն է, Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են ջախջախել Ռուսաստանի լոգիստիկան և զորքերն ու արսենալը, և շարունակական պարտությունների ֆոնին ռուսական ապատեղեկատվությունը փորձում է ամեն ինչ ոտքից գլուխ շուռ տալ, երևի թե իրենց արևին իրավիճակ փրկելու համար, բայց մինչ ռազմական և քաղաքական թեմաներին անցնելը ուզում եմ ձեզ ուրախությամբ հայտնել, որ հայկական Սփյուռքի ամենաազդեցիկ կառույցներից մեկի կազմավորման 25-ամյակն է այսօր, Ուկրաինայի Հայերի Միության 25-ամյակն է և իմ կողմից ցանկանում եմ մաղթել թե ղեկավար Վիլեն Շատվորյանին, թե շտաբի պետ Դավիթ Մկրտչյանին, թե բոլոր ռեգիոնալ համայնքներին նորանոր հաջողություններ։ Ձեր էկրաններին Ուկրաինայի Հայերի Միության գլխավոր գրասենյակի շենքն է Կիևի գլխավոր փողոցի սկզբում։ Ուկրաինայի Հայերի Միությունը դա հայրենանվեր մարդկանց միավորում է, ովքեր ավելի շատ անում են մեր ազգի համար, քան խոսում արածի մասին։ Իմ կողմից ասեմ, որ կազմակերպությունը իր անդամներով մեծ հարգանք է վայելում ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև Եվրոպայում։ Ասենք շնորհավոր եւ անցնենք մեր այսօրվա կարևոր լուրերին։ Երկուշաբթի երեկոյից սկսեմ պատմել, ուկրաինական բանակը շարունակեց հարվածներ հասցնել ինչպես Ռուսաստանի տարածքին, այնպես էլ Ուկրաինայի օկուպացված տարածքներին։ Կարևոր թիրախների թվում էր Մոսկվայի մարզի Դուբնի քաղաքում գտնվող տիեզերական կապի կենտրոնը, այնտեղ հարվածներ հասցվեցին երկու անգամ արդեն, հունիսի 22-ին եւ կրկին հունիսի 30-ի գիշերը։ Վերջին հարվածի արդյունքում Դուբնիում զոհվել է մեկ ռուս զինվոր, երևի թե մնացածներին թաքցնում են։ Վնասվածքների չափը դեռ ճշտվում է, սա ռազմավարական օբյեկտ է, որն ապահովում է ռուսական բանակի արբանյակային հետախուզությունն ու կապը։ Հարձակման պատճառով Մոսկվայի օդանավակայաններում կրկին հայտարարվել էր կավյոր պլան եւ սահմանափակվել էին թռիչքները։ Բացի այդ, ուկրաինական հարվածները թիրախավորեցին զինամթերքի պահեստներ, շտաբներ եւ ռազմական բազաներ Ուկրաինայի օկուպացված տարածքներում։ Սա զգալիորեն նվազեցնում է ռուսական զորքերի մարտունակությունը։ Նաև հարվածներ են հասցվել ենթակառուցվածքներին, ռուսական ճանապարհներին, կամուրջներին, հաղորդակցություններին, ինչը խոչընդոտում է հակառակորդի լոգիստիկային։ Ռուսաստանի տարածքում Դուբնիից բացի հարվածներ են հասցվել Մոսկվայի մարզին, որտեղ դրոնների եւ հրթիռների հարվածներին ռուսական հոպի վատ պայքարի հետևանքով զոհվել է 7 քաղաքացիական անձ եւ եւս 16-ը ստացել են վիրավորումներ։ Դե գիտեք, ռուսական հոպը ավելի շատ է վնասում իրենց բնակչությանը, քան ուկրաինական հրթիռներն ու դրոնները։ Ընդհանուր առմամբ ուկրաինական հարվածները լայնածավալ էին եւ ազդեցին հակառակորդի կարևոր ռազմական եւ ենթակառուցվածքային օբյեկտների վրա, պատճառելով զգալի վնաս եւ կորուստներ։ Ընդհանրապես անցած օրերին Մոսկվայի մարզում եւ Մոսկվայում ծանր հոգեբանական վիճակ է տիրում ոչ միայն բենզինի պակասի պատճառով։ Դոնեցկի մարզի Ստարամլինովկայի շրջանում Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են ռուսական բանակի խոշոր հրամանատարական կետը։ Գլխավոր շտաբը հաստատել է Նովոազովսկի մոտ գտնվող ավտոմոբիլային կամրջի եւ Լուգանսկի մարզի երկու երկաթուղային կամուրջների ոչնչացումը, որոնք օգտագործվում էին ռազմական մատակարարման համար։ NASA Films համակարգը ֆիքսել է հզոր հրդեհ Պաչտովայա կայարանի էլեկտրական ենթակայանում երկաթուղային հաղորդակցությունը ժամանակավորապես կանգնեցվել է Ղրիմի հյուսիսում։ Ամեն մեր հարվածից հետո ռուսները փորձում են մի կերպ ինչ-որ բան սարքել, բայց մեր կրկնակի հարվածները նորից կտրում են ռուսների ճանապարհները եւ ավտոմոբիլային եւ երկաթուղային։ Այս ուկրաինական տակտիկային Պուտինի ռեժիմը ռազմական պատասխան ցույց տալու համար դիմում է պարզապես սովորական ահաբեկչության, ուղղված Ուկրաինայի խաղաղ բնակչությանը։ Ուկրաինան նպատակաուղղված հարվածներ է հասցնում ռազմական եւ ռազմավարական օբյեկտներին, նպատակ ունենալով զրկել Կրեմլին պատերազմի համար անհրաժեշտ ռեսուրսներից, մինչդեռ ռուսական հարվածները լիովին աբսուրդ են եւ ուղղված քաղաքացիական ենթակառուցվածքներին եւ բնակելի տներին, որոնք Ռուսաստանում անվանում են պահեստներին կամ ռազմական արտադրությունների ոչնչացում, սակայն նույնիսկ երևի թե ամենաանտեղյակ մարդը արդեն գիտի, որ Ուկրաինայի ռազմական արտադրությունները հիմնականում գտնվում են գետնի տակ եւ Ռուսաստանը չունի միջոցներ դրանց իրական վնասման համար։ Ռուսաստանի ենթակառուցվածքների նկատմամբ ուկրաինական հարվածների հետևանքով Ռուսաստանում նկատվում է լուրջ վառելիքի ճգնաժամ։ Ավտոլցակայաններում ձևավորվում են բազմահազար կիլոմետրերով հերթեր, մարդիկ վիճում եւ նույնիսկ ծեծկռտուքներ են անում վառելիքի պակասի պատճառով։ Վստահ եմ մեր Telegram-ում տեսել եք բազում կադրեր։ Այս վիճակը առաջացնում է զանգվածային խուճապ եւ հիստերիա բնակչության շրջանում։ Ռուսաստանում բիզնեսը սկսել է դադարեցնել գործունեությունը վառելիքի
պակասի պատճառով, իսկ Ղրիմի գյուղատնտեսները բախվելով վառելիքի դեֆիցիտի ստիպված են կրճատել կամ ամբողջությամբ դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները։ Այս իրավիճակը լուրջ վնաս է հասցնում տնտեսությանը եւ կյանքի բնականon ընթացքին վառելիքի ճգնաժամի տարածման շրջաններում։ Այս ֆոնին, չունենալով իրական հակաթույն, Պուտինը ռազմական պատասխան է իմիտացնում ահաբեկչական հարվածներ հասցնելով ուկրաինական խաղաղ բնակչությանը։ Այն ընթացքում, երբ Ուկրաինան հարվածում էր ռուսական ռազմական օբյեկտներին, ռուսական բանակը շարունակել է իր դաժան հարձակումները ուկրաինական քաղաքների եւ խաղաղ բնակչության դեմ։ Հունիսի 29-ի երեկոյից սկսած Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 154 հարվածային դրոն եւ հրթիռներ։ Ուկրաինական ՀՕՊ-ը կատարել է հսկայական աշխատանք խոցելով կամ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով ճնշելով դրանցից մեծ մասը, այնուամենայնիվ 13 դրոններ հարվածել են 10 տարբեր լոկացիաներում։ Հունիսի 30-ից ցերեկը ռուսական ավիացիան ընդամենը կես ժամվա ընթացքում Զապորոժիե քաղաքի վրա բաց է թողել 7 կառավարվող ավիառումբ։ Ռումբերից մեկը հարվածել է մանկապարտեզին։ Այս կատաղի հարձակման հետևանքով զոհվել են 2 խաղաղ բնակիչ, եւս 15 մարդ ստացել ծանր վնասվածքներ եւ կոնտուզիա։ Հունիսի 30-ի առավոտյան հիվանդանոցում մահացել է 59-ամյա մի տղամարդ, ով ծանր վիրավորվել էր հունիսի 29-ին Դնեպր քաղաքում մասնավոր ձեռնարկությանը հասցված հրթիռային հարվածի ժամանակ։ Այսպիսով այս ռազմական իմաստով անիմաստ հարձակումների զոհերի թիվը հասել է 7-ի, 6 տղամարդ եւ 1 կին, իսկ 16 վիրավորներ դեռ մնում են հիվանդանոցներում։ Ռուսական բանակը դրոններով հարվածել է Խարկովի մարզի Բագադուխով քաղաքին, հարձակման հետևանքով վիրավորվել է 7 խաղաղ բնակիչ, վնասվել են բնակելի բազմահարկ շենք, խանութ, լցակայան եւ մեքենաներ։ Գիշերվա ընթացքում ռուսները ավելի քան 10 անգամ դրոններով ու հրետանիով հարվածել են Նիկոպոլի եւ Դնեպրի շրջաններին։ Նիկոլաևկա գյուղում հարվածի պատճառով հրդեհվել է հացահատիկի մեծ պահեստը, վնասվել են տասնյակ տներ եւ վիրավորվել 3 խաղաղ բնակիչ։ Ռուսական անօթաչուները ահաբեկչական հարձակում են իրականացրել Չեռնիգովի մարզի սահմանամերձ շրջանների վրա։ Մարզային վարչակազմի հաստատված տվյալներով ֆիքսվել են հարվածներ քրիտիկական ենթակառուցվածքների, կապի եւ էներգետիկ օբյեկտների ուղղությամբ, ինչի պատճառով հազարավոր բնակիչներ մնացել էին առանց լույսի։ Իհարկե վերականգնվել է, պարզապես ուզում եմ ձեզ ներկայացնել ռուսների հարվածների բնույթը, որ պարզապես զինվորների փոխարեն խաղաղ մարդկանց դեմ են կռվում։ Բացի այդ, դրոնների հարձակման հետևանքով վիրավորվել է 4 խաղաղ բնակիչ, վնասվել են վարչական շենք, հիվանդանոցի տարածք եւ ավտոլցակայան նույն Չեռնիգովի մարզում։ Այսպիսով հունիսի 29-ից 30-ը Ռուսաստանը իրականացրեց ահաբեկչական հարվածների շարք Ուկրաինայի նկատմամբ, որի հետևանքով զոհվեցին խաղաղ բնակիչներ եւ ավերվեց կարևոր ենթակառուցվածք։ Ուստի երբ որ Ուկրաինան հարվածում է Ռուսաստանին, թող ռուսաստանցիները չասեն, թե իրենց ինչի համար են հարվածում։ Մեր տվյալներով Ռուսաստանը մոտ օրերս նորից փորձելու է մասսայական հարված հասցնել Ուկրաինայի քաղաքներին, մասնավորապես Կիևին։ Պուտինի իրական դեմքը կադրից դուրս երևի թե շատերը կուզեին իմանալ, վերջերս ուկրաինացի դիվանագետներն են անդրադարձել այդ թեմային։ Ուկրաինայի արտաքին գործերի նախկին նախարար եւ փորձառու դիվանագետ Վադիմ Պրիստայկոն պատմել է, որ Պուտինը փակ հանդիպումներում ունի հստակ արտահայտված պարանոյայի նշաններ եւ կուրորեն հավատում է իր սակրալ պատմական առաքելությանը։ Ըստ դիվանագետի, իշխանության ղեկին չափազանց երկար մնալու պատճառով Պուտինի մոտ զարգացել է մանիակալ սևեռվածություն սեփական կենսաբանական գոյատևման վրա։ Նա մշտապես խոսում է մինչև 130 տարի ապրելու եւ օրգանների փոխելու մասին։ Նրա գլխավոր գծերն են սովորական համառությունն ու աշխարհիկ քարտեզը վերաձևելու ֆանատիզմը, իսկ միջուկային շանտաժը լոկ բլեֆ է բանակի ահռելի կորուստները թաքցնելու համար։ Իր հերթին ուկրաինացի փորձառու մեկ այլ դիվանագետ Ալեքսանդր Շչերբան, ով անձամբ ներկա է եղել Պուտինի հետ փակ բանակցություններին, պատմել է, որ հանրությանն ու տեսախցիկներին ցուցադրվող ինքնավստահ առաջնորդի կերպարը բացարձակ կեղծիք է։ Կադրից դուրս եւ փակ դռների հետևում Պուտինը դրսևորում է չափազանց նյարդային, անհամբեր եւ ագրեսիվ վարքագիծ, երբ ինչ-որ բան չի ընթանում իր պլանով։ Դիվանագետի խոսքով Պուտինի ողջ հրապարակային իմիջը մանրակրկիտ բեմադրված թատրոն է։ Դիվանագետը ընդգծում է, որ առանց պատերազմի եւ ներքին ժողովրդի համար երջանկություն վաճառողի կերպարի պահպանման Պուտինի իշխանության ողջ ուղղահայացը Ռուսաստանում կփլուզվի։ Շերբան Պուտինին բնութագրում է որպես մեծամոլությամբ տառապող մարդու, ում ագրեսիվ վարքագիծը քողարկում է հիմնարար թուլությունն ու անվստահությունը վաղվա օրվա հանդեպ։ Ըստ Շերբայի հակամարտության ընթացքում Ռուսաստանի առաջնորդի գործողությունները նման են թմրամոլի վարքագծի, այսպես ասած, ունի կախվածություն էսկալացիայից, մարդ ում անընդհատ անհրաժեշտ է տառապանքի նոր դոզա սեփական կարևորության պատրանքը պահպանելու համար։
Բայց ինչպիսին էլ լինի Պուտինը, միևնույն է ուկրաինական բանակը իր գործն է անում, Ուկրաինայի պաշտպանության ուժերը հաջող հարվածներ են հասցրել ռուսական օկուպացիոն բանակի նյութատեխնիկական մատակարարման հանգույցներին Դոնբասում, գլխավոր շտաբի տվյալներով թիրախավորվել եւ ավերվել է միանգամից 3 կարևոր կամուրջ, ուկրաինական ուժերը կործանել են Դոնեցկի մարզի Նովոազովսկ քաղաքի մոտ գտնվող ավտոմոբիլային կամուրջը, ինչպես նաեւ 2 երկաթուղային կամուրջ Լուգանսկի մարզում, այս օբյեկտները հակառակորդը օգտագործում էր անձնակազմի ծանր սպառազինության եւ զինամթերքի տեղափոխման համար, Նովոազովսկի կամուրջը նաեւ առանցքային դեր ուներ դեպի օկուպացված Ղրիմ տանող լոգիստիկ շղթայում, ռուսները մեր պայթեցումներից հետո փորձում են իհարկե կարգի բերել կամուրջները, ինչպես ասացի, բայց դա նրանց կամ չի հաջողվում, կամ մերոնք նորից ոչնչացնում են։ Ուկրաինական ուժերը կործանել են նաև դրոնների կառավարման 3 կետեր Գուլյայպոլեի, Բախմուտի եւ Կուրսկի մարզի Ցյոտկինոյի շրջաններում, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման կառավարման կետին Դոնեցկի մարզում։ Գլխավոր շտաբը Ուկրաինայի խոստացել է շարունակել համակարգված գործողությունները ռուսական ագրեսորի կառավարման եւ ռազմական լոգիստիկայի համակարգերը լիովին խաթարելու համար, բայց սա ամենը չէ, դեռ էլի ռազմական լուրեր ունենք։ Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական բլոգեր եւ կամավոր Սերգեյ Սերնենկոն մեկնաբանել է Պուտինի վերջին հարցազրույցը, նշելով, որ Կրեմլի ղեկավարը լիովին կտրված է իրականությունից եւ նույնիսկ չի գիտակցում, թե ինչ ծանր հետևանքներ են շուտով սպասվում Ռուսաստանին։ Նախարարի խորհրդականը շեշտել է, որ Պուտինը զուր հրաժարվեց պատերազմի ավարտի շուրջ իրական բանակցություններից, ըստ նրա այժմ Ռուսաստանին սպառնում է տնտեսական եւ ռազմական կործանում, Ռուսաստանը պարզապես կայրվի, ասել է Սերնենկոն։ Իր հարցազրույցում Պուտինը պնդում էր, թե Ռուսաստանում վառելիքի դեֆիցիտը կրիտիկական չէ, իսկ ուկրաինական հարվածները նավթավերամշակման գործարաններին լոկ ինֆորմացիոն օպերացիա են եւ չեն ազդում ռազմաճակատի վրա։ Պուտինը այնքան տարվեց իր ստով, որ ասում էր, թե իբր շրջապատում է ուկրաինական զորքերին ռուսական Ստարի Ասկոլ քաղաքի մոտ, բայց ցանկանում էր դա ներկայացնել իբր Սումիի մարզում, անցած եթերում էլ անդրադարձա այդ թեմային, բայց շատ զվարճալի է իրոք նա։ Պուտինը նաև կրկնել է իր պահանջները Դոնբասի եւ Նովորոսիայի գրավման վերաբերյալ եւ հայտարարել ռուսական զորքերի հորինված առաջխաղացման մասին, ինչը լիովին հակասում է ռազմաճակատի իրական պատկերին։ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի վերլուծաբանները փաստում են, որ Պուտինի վերջին հրապարակային հայտարարությունները վերջնականապես բացահայտեցին Ուկրաինայի նկատմամբ նրա իրական մտադրությունները։ Կրեմլը որևէ նպատակ չունի գնալ իրական խաղաղության կամ փոխզիջումային բանակցությունների։ Պուտինի ռազմավարությունը մնում է նույնը՝ Ուկրաինայի լիակատար կապիտուլյացիա, ուկրաինական պետականության փաստացի ոչնչացում եւ երկրի ողջ տարածքի նկատմամբ վերահսկողության հաստատում, իսկ ցանկացած խաղաղության առաջարկ լոկ ժամանակ շահելու եւ արևմուտքին պառակտելու մանիպուլյացիա է։ Հետաքրքիր է, որ այս ֆոնին Լուկաշենկոյի ներողությունն է գրավել Sunday Times-ի ուշադրությունը։ Բրիտանական հեղինակավոր Sunday Times բարբերականը փաստում է, որ Ուկրաինան դառնում է անվտանգության ոլորտի խոշոր տարածաշրջանային խաղացող եւ կտրուկ փոխել է իր մարտավարությունը նույն Բելարուսի նկատմամբ, անցնելով բացահայտ ճնշումների։ Ուկրաինայի նախագահը կոշտ պահանջ է ներկայացրել Մինսկին անհապաղ անջատել Գոմելի եւ Բրեստի մարզերում գտնվող այն 4 ռետրանսլյացիոն կայանները, որոնց միջոցով Ռուսաստանը կառավարում է իր հարվածային դրոնները։ Կիևը նախազգուշացրել էր, թե եթե Մինսկը չանջատի, դրանք Ուկրաինան ինքնուրույն կոչնչացնի այդ օբյեկտները։ Ուլտիմատումից հետո բելարուսական կայանները գաղտնի կերպով դադարեցրին իրենց աշխատանքը, ինչի արդյունքում ուկրաինական սահմանապահները ֆիքսել են Բելարուսի կողմից ռուսական դրոնների թռիչքների կտրուկ նվազում։ Բացի այդ, Լուկաշենկոն նույնիսկ ներողություն է խնդրել Զելենսկիից անցյալում արված անձնական վիրավորանքների համար։ Փորձագետները նշում են, որ Կիևը այլևս չի հանդուրժելու «մենք չենք մասնակցում» կարգավիճակը, եթե Մինսկը շարունակի լոգիստիկ աջակցություն ցուցաբերել Ռուսաստանին։ Բելարուսի ողջ արդյունաբերությունը եւ նավթավերամշակման գործարանները հեշտ թիրախ են ուկրաինական հեռահար զենքերի համար եւ դրանք պաշտպանելը Լուկաշենկոյի համար անհնար կլինի։ Sunday Times-ի հրապարակած այն տվյալների ֆոնին, որ Լուկաշենկոն վախից անջատել է ռուսական ռետրանսլյացիոն կայանները, Մինսկից հնչել է հերթական հիստերիկ, բայց իրականում թույլ հայտարարությունը։ Բելարուսի փոխարտգործնախարար Իգոր Սեկրետան, փորձելով արդարանալ Կրեմլի առաջ եւ վախեցնել Կիևին, հայտարարել է, որ եթե Ուկրաինան անցնի Բելարուսի սահմանը, Մինսկը կպատասխանի իր ողջ պոտենցիալով։ Դիվանագիտական լեզվից թարգմանությամբ սա պաշտոնյայի լացն է պարզապես։ Ըստ էության բելարուսական կողմը հրապարակավ ընդունում է սեփական անզորությունը եւ հասկացնում, որ Ուկրաինայի հեռահար հարվածների դեպքում Մինսկը միայնակ ոչինչ անել չի կարող։ Դրա համար Սեկրետան շտապել է հիշեցնել միութենական պետության մասին, լաց լինելով, որ Բելարուսի վրա հարձակումը կլինի հարձակում Ռուսաստանի վրա եւ փորձելով Մոսկվային ստիպել կռվել իր փոխարեն,
մեկն էլ լինի ասի Մոսկվան կռվող էր, իր տեղը կկռվեր, հիմա արդեն ուղիղ Ռուսաստանի մայրաքաղաքին են հարվածներ հասցնում։ Սա սովորական վախ է Ալեքսանդր Լուկաշենկոյի իշխանության կորստի համար։ Բելարուս դիվանագետի այս արձագանքը լիովին հաստատում է ռազմական փորձագետների այն կանխատեսումները, որ Մինսկում հիանալի գիտակցում են ուկրաինական հարվածների դեպքում Բելարուսի ողջ ռազմական ու արդյունաբերական ենթակառուցվածքը կոչնչացվի հենց առաջին իսկ օրը, ինչը կլինի Լուկաշենկոյի ռեժիմի երևի թե վերջին օրը։ Մինչ այլ թեմաներին անցնելը խնդրում եմ մի քանի վայրկյան ընձեռնել եւ լայքել մեր եթերը, ինչպես նաեւ հնարավորության դեպքում տարածել այն սոցիալական ցանցերում։ Ձեր աջակցությունը լայքերի եւ տարածումների տեսքով շատ զգալի է, ինչի համար անչափ շնորհակալ եմ յուրաքանչյուրից ձեր աջակցության համար։ Հասցանք ռազմաճակատի թվերին, անցած 2 օրվա ընթացքում Ուկրաինայի գլխավոր շտաբի տեսալուսանկարահանած տվյալների համաձայն ռազմաճակատում տեղի է ունեցել ավելի քան 483 մարտական բախում, որոնց ընթացքում օկուպացիոն զորքերը կորցրել են եւս 2560 զինվոր եւ ավելի քան 4914 միավոր տեխնիկա, անօդաչու թռչող սարք, տրանսպորտ եւ սպառազինություն։ Ռելիզները ձեր էկրաններին են, աջ կողմում ամենաակտուալն է։ Պատերազմի սկզբից մինչ օրս թշնամու ընդհանուր կորուստները կազմել են արդեն 1,404,760 օկուպանտ։ Կրեմլի աշխարհաքաղաքական ներքին օղակը սեղմվում է, քանի որ Պուտինը կորցնում է վերահսկողությունը դաշնակիցների եւ էլիտաների վրա, օրինակ Բելարուսը Ուկրաինայի ճնշման տակ փաստացի փորձում է խուսափել Կրեմլի ճնշումներից, անջատելով ռուսական ռադիոտեղորոշիչ կայանները եւ փնտրելով անվտանգության երաշխիքներ Կիևում կամ Պեկինում, միաժամանակ ռուսական էլիտաների ներսում աճում է բացահայտ, կարելի ասել արդեն տնտեսական ապստամբությունը։ Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը հրապարակավ հայտարարել է, որ պատերազմի վրա հիմնված տնտեսական մոդելը արհեստական է եւ կանխատեսել է աղետալի ճգնաժամ։ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները բախվելով աշխատուժի դեֆիցիտի եւ արևմտյան տեխնոլոգիաների բացակայությանը, ինչպես նաեւ ինվեստիցիաների բացակայությանը, այլևս չեն ցանկանում լռել եւ ցույց են տալիս իրավիճակի անհուսալիությունը։ Այս ամենը վկայում է Կրեմլի արդեն վերջին ռազմավարական դաշնակիցների կորստի եւ ներքին տնտեսական կռախի իրական վտանգի մասին։ Ուկրաինան բանակցում է Ֆրանսիայի հետ սկալպ թևավոր հրթիռների արտադրության լիցենզիա ստանալու շուրջ։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ֆյոդորովը հայտարարել է, որ Ուկրաինան պաշտոնական բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ սեփական տարածքում ֆրանսիական սկալպ հեռահար թևավոր հրթիռների արտադրություն հիմնելու լիցենզիա ստանալու նպատակով։ Նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Էմանուել Մակրոնի առանձնազրույցից հետո այժմ ընթանում են դետալային եւ խորացված քննարկումներ ինչպես Ֆրանսիայի կառավարության, այնպես էլ հրթիռներ արտադրող ընկերությունների հետ։ Սրան զուգահեռ Ուկրաինան շարունակում է բանակցությունները նաև Ամերիկայի հետ տարբեր տեսակի սպառազինությունների արտադրության լիցենզիաներ ձեռք բերելու համար։ Ուկրաինացի նախարարը հավելել է, որ այս ուղղությամբ արդեն զգալի առաջընթաց կա, սակայն իրավական եւ տեխնիկական բարդ նյուանսների պատճառով վերջնական պայմանավորվածությունների մասին խոսելը դեռ վաղ է։ Սկալպի մասով ասեմ, եթե ստացվի մեր արտադրությունը սկսենք, ապա սա անպայման Ֆրեյա համաեվրոպական ծրագրում կլինի, կարծում եմ, իսկ եթե Հայաստանի ղեկավարությունը ցանկանա մասնակցել Ֆրեյա ծրագրում, ուրեմն նաև այդ մասով է մեզ հայերիս համար սա ուրախալի լուր։ Հուսով սպասենք, ավելի ճիշտ անընդհատ նպաստելով եւ հիշեցնելով սպասենք կարևոր որոշումների Հայաստանից եւ մեր գործընկերների կողմից։ Այստեղ մեր գործը փոխադարձ ձեռնտու թեմաների վրա մատնացույց անելն է եւ նպաստելը, որպեսզի այդ ուղղությունները իրականություն դառնան։ Էրդողանը վերջին օրերին հետաքրքիր հայտարարություն արեց։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում իր ելույթում նախագահ Էրդողանը նշել է, որ եվրոպական անվտանգությունը պատմական շրջադարձի փուլում է եւ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է դառնա ավելի զսպող ուժ։ Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է ներդրում ունենալ խաղաղության հաստատման գործում, նշելով. «Մենք ամբողջությամբ վերացնում ենք ահաբեկչությունը»։ Ասեք, որ հետաքրքիր է սա լսել մի մարդուց, ով աջակցում է Թեհրանի ահաբեկիչներին։ Էրդողանը այնպիսի մարդ չէ, որ բաց թողնի սեփական անձն ու Թուրքիան գովաբանելու նման հնարավորությունը, սակայն Թուրքիայի նախագահի խոսքում զգացվում էր նաև նեղվածություն, ինչու՞ չէ նաև վիրավորանք արևմուտքի կողմից անտեսված արհամարված լինելու պատճառով։ Ասեմ, որ ելույթը եղել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական գագաթնաժողովի շրջանակներում։ Թուրքիայի առաջնորդ Էրդողանը ընդգծում է, որ Թուրքիան կարևոր եւ անփոխարինելի դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գծում, սակայն այս դերակատարումը հաճախ անտեսվում կամ թերագնահատվում
գնահատվում է։ Էրդողանը նշում է, որ Թուրքիան որպես երկիր, որը իրավունք ունի մասնակցելու եվրոպական անվտանգության զարգացմանը, ձգտում է ակտիվորեն ներգրավել մայրցամաքի բոլոր պաշտպանական եւ անվտանգության նախաձեռնություններում։ Էրդողանը կոչ է անում եվրոպական խորհրդարանականներին աջակցել Թուրքիայի ընդգրկմանը Եվրոպական միության պաշտպանական եւ անվտանգության բոլոր նախաձեռնություններում։ Նա նախազգուշացնում է, որ Թուրքիայի բացառումը այս գործընթացներից քաղաքական պատճառներով ոչ ոքի օգտակար չի լինի։ Կարծես ձեռքի հետ էլ սպառնում է, հա։ Վերջում Էրդողանը առաջարկում է ստեղծել Միացյալ Անվտանգության եւ Պաշտպանության ցանց, որը պետք է տարածվի Տեխասից Ամերիկա մինչեւ Անկարա, Թուրքիա, առանց որևէ բացառության կամ պայմանների։ Պարզ է, չէ, թե ինչու է Էրդողանը անում այս հայտարարությունները։ Նա փորձում է հաստատել Թուրքիայի ռազմավարական դերը եվրոպական անվտանգության մեջ։ Էրդողանը ցանկանում է ընդգծել, որ Թուրքիան կարևոր դեր ունի պաշտպանական ոլորտում եւ նրա ներդրումը պետք է ճանաչվի եւ հաշվի առնվի։ Նա կոչ է անում նպաստել Թուրքիայի շահերին եվրոպական պաշտպանական նախաձեռնություններում, ձգտելով ապահովել Թուրքիայի մասնակցությունը կարևոր նախագծերին եւ Եվրոմիության անվտանգության դաշինքներին, ինչը կբարձրացնի երկրի ազդեցությունը եւ կուժեղացնի դիրքերը։ Կարծես խոճապային է Էրդողանի տրամադրությունները, որովհետեւ տեսնում է, որ Ուկրաինան տարածաշրջանային լիդերությունը վերցնում է իր վրա նաեւ անվտանգության ոլորտում։ Էրդողանը կոչ էր անում դիմակայել քաղաքական փորձերին Թուրքիային մեկուսացնելու համար։ Հայտարարությունը ուղղված էր նրանց, ովքեր քաղաքական պատճառներով փորձում են բացառել Թուրքիային պաշտպանական գործընթացներից, ցույց տալով, որ դա վնասակար է բոլոր կողմերի համար։ Թուրքիայի ծերնախագահը առաջարկում է լայն անվտանգության կոնցեպտ։ Էրդողանը առաջարկում է միավորել ջանքերը դաշինքի շրջանակներում, ստեղծելով լայնածավալ անվտանգության համակարգ, ինչը կընդգծի Թուրքիայի ռազմավարական կարևորությունը որպես կամուրջ Եվրոպայի եւ Ասիայի միջև։ Այսպիսով հայտարարությունը նպատակ ունի ամրապնդել Թուրքիայի դիրքերը եվրոպական անվտանգության ոլորտում, ստանալ աջակցություն եւ խուսափել մեկուսացումից քաղաքական տարաձայնությունների ֆոնին, բայց Էրդողանը, ինչպես եւ Պուտինը, կյանքից ետ է մնացել։ Բոլոր այն նախաձեռնությունները, որոնք այսօր գեներացվում են Թուրքիայից, ակտուալ չեն գործընկերների համար։ Այդ իսկ պատճառով Էրդողանը նման տոնայնությամբ է դիմում գործընկեր համարվող երկրների падգամավորներին։ Ռուսական պրոպագանդան շատ էր ցանկանում, որպեսզի Հայաստանում շատերը վատ մտածեին Արևմուտքի մասին, Արցախի ռուսների հանձնումի առումով։ Մոսկվան ցանկանում էր իր պատասխանատվությունը գցել օրինակ Արևմուտքի վրա, եւ Արևմուտքը այս ամենը լավ տեսնում էր։ Այդ իսկ պատճառով, տեսնելով նաեւ Թուրքիայի ամբիցիաները, Թուրքիայի հանդեպ վերջնականապես ձևավորվեց որոշակի վերաբերմունք, ինչից էլ հենց բողոքում էր Էրդողանը։ Լավ տեսան Արևմուտքում, թե ինչպես է Թուրքիան չարաշահում իր ռեսուրսները օգնելով Ադրբեջանին, այլ ոչ թե տարածաշրջանում իրական խաղաղություն հաստատելու համար։ Ես ցանկացա այս ամենը շեշտադրել իմ եթերում, որովհետև ցավով նկատում եմ, որ Հայաստանում հայտնվել են մարդիկ, ովքեր իրենց շահերից պատրաստ են փոխարինել ռուսական առաջնորդությունը թուրքականով։ Սա հեռանկարային չէ, տղաներ։ Որոշ թրքամետ գործիչներ նաև փորձում են արևմտամետ ձևանալ, առիթը բաց չեն թողնում Facebook-ում կամ Instagram-ում արևմտյան քաղաքներից նկարներով կիսվելու համար, բայց արևմուտքում շատ լավ գիտեն եւ Թուրքիայի դերը եւ արդեն Հայաստանում այդ նոր ձևավորվող շրջանակների ով լինելը։ Քանի որ մոտեցանք Հայաստանին, խոսեմ ֆոն դեր Լայենի հարավկովկասյան տուրնեից, եթե կարճ ասենք, ապա Եվրոպան փող է բերում Ռուսաստանի ազդեցությունը վերջնականապես կոտրելու համար, բայց ամեն ինչ այդքան էլ հարթ չէ։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում շտապ հանդիպում է անցկացրել եվրոպական խոշորագույն բանկերի Banco Santander, BNP Paribas, Societe Generale բանկերի ղեկավարների հետ։ Այս ֆինանսական մոբիլիզացիան տեղի ունենում նրա Ադրբեջան եւ Հայաստան սպասվող այցի նախաշեմին։ Բանակցությունների պաշտոնական թեման խաղաղության գործընթացն է, միջին միջանցքի զարգացումն ու էներգետիկան։ Ֆոն դեր Լայենի հանդիպումը ֆրանսիական հսկաների BNP Paribas, Societe Generale-ի ղեկավարների հետ ցույց է տալիս, որ Եվրոպան պատրաստում է խոշոր ֆինանսական անվտանգության բարձիկ Հայաստանի համար, Ռուսաստանի հնարավոր տնտեսական հարվածները չեզոքացնելու նպատակով։ Այս այցը տեղի ունենում Եվրոպայում ընտրական կարևոր փուլերի ֆոնին, երբ Արևմուտքը ցանկանում է ֆիքսել Հարավային Կովկասում Ռուսաստանին տեղահան անելու իր հաջողությունները։ Եթե եվրոպական կողմը ստանա իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները Երևանում, օրինակ, շատ հետաքրքիր ժամանակաշրջան կարող է սկսվել, այնպես որ սպասենք տեսնենք ինչ արդյունքներ կլինեն այցի արդյունքում։
Եվ հասանք եթերի ամենաթարմ հարվածների մասին բաժնին։ Հուլիսի 1-ի գիշերը Ուկրաինան մասշտաբային հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորը թիկունքին եւ օկուպացված Ղրիմին, թիրախավորելով լոգիստիկ եւ ռազմավարական օբյեկտներ։ Գործողությունների արդյունքում Պենզայում խոցվել են կարևոր թիրախներ։ Խոցում էր ֆիքսվել պետական առանցքակալների գործարանի շրջանում, սա Պատշիպնիկովի գործարանն է, ինչպես նաեւ հարված է հասցվել Ռոսկոսմոսի կազմի մեջ մտնող ֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտին։ Այդ ձեռնարկությունը արտադրում է կարևոր բաղադրիչներ Իսկանդեր Բուլավա Տոպլ M Խ101 հրթիռների եւ Սու-57 կործանիչների համար եւ գտնվում է պատժամիջոցների տակ։ Օկուպացված Ղրիմում հուլիսի 1-ի գիշերը տեղի են ունեցել մասշտաբային համակցված հարվածներ, որոնց թիրախում են եղել ռազմական ենթակառուցվածքները։ Սակի շրջանի Կարիերնայի գյուղում ոչնչացվել է ենթակայանը, իսկ Կերչում եւ Ֆեոդոսիայում հարվածներ են հասցվել նավաշինական գործարաններին եւ ռազմական լոգիստիկային։ Լենինսկի շրջանի Կուրորտնեի գյուղում ոչնչացվել են S-300, S-400 հոբ համակարգերը եւ ռադիոլոկացիոն կայաններ, իսկ Դոնեցկում ռազմական տեխնիկայի բազա է խոցվել։ Այս բոլոր մանրամասները մեր Telegram-ում են, կարող եք վայելել, իսկ ովքեր դեռ բաժանորդագրված չեն Telegram-ին, անպայման բաժանորդագրվեք եւ եթե կարելի է Telegram-յան ալիքն էլ տարածեք, որպեսզի ավելի շատ մեր հայրենակիցներ իմանան կարևոր իրադարձությունների մասին եւ տեսնեն տեսանյութերը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական զենքը երկրորդ անգամ հարվածել է Ռուսաստանի Ուֆա քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանին, որը գտնվում է ռազմաճակատի գծից ավելի քան 1300 կիլոմետր հեռավորության վրա։ Նա նաև հաստատել է, որ հարված է հասցվել Պենզայի մարզի ռազմարդյունաբերական օբյեկտին, որը զբաղվում է հրթիռային զինատեսակների բաղադրիչների մշակմամբ եւ արտադրությամբ, որոնք ռուսները օգտագործում են Ուկրաինայի քաղաքների դեմ հարվածներ հասցնելու համար։ Այս օբյեկտը գտնվում է ռազմաճակատի գծից մոտ 600 կիլոմետր հեռավորության վրա։ Զելենսկին ընդգծել է, որ այս գործողությունները հանդիսանում են Ուկրաինայի պատասխան սանկցիաները Ռուսաստանի պատերազմի ձգձգման դեմ, որոնք իրականացվում են ամենօրյա ռեժիմով, օգտագործելով ուկրաինական հեռահար զենքի հնարավորությունները։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել յուրաքանչյուր ուկրաինացի զինվորին, ով ապահովում է այս հեռահար հարվածների ճշգրտությունը, եւ ընդգծել է, որ խաղաղությունը հնարավոր է միայն Ռուսաստանի կողմից պատերազմի ավարտով։ Իսկ Ռուսաստանը այս գիշեր նորից զանգվածային հարված է հասցրել դրոններով խաղաղ բնակավայրերի ոչ ռազմական ենթակառուցվածքներին, արձակելով 151 հարվածային դրոն, բացի այդ Ղրիմից արձակվել է Իսկանդեր M բալիստիկ հրթիռ, իսկ Սևծովից Խ-59 կառավարվող հրթիռ։ Ուկրաինայի հոպը խոցել է Խ-59 հրթիռը եւ թշնամական 130 դրոն։ Ցավոք արձանագրվել են հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ, օկուպանտները միանգամից գրոհել են Դնեպրոպետրովսկի մարզի 5 ավտոլցակայան։ Խոսքը սահմանամերձ շրջանների մասին է, սա երևի թե ռուսները այսպես ուզում են իրենց ժողովրդի համար բալանս ստեղծել, հա։ Երբ Ուկրաինան նավթավերամշակման գործարաններ է խոցում, ռուսները այնքան են մանրացել, որ ավտոլցակայաններն են փորձում խոցել, ասեմ, որ մերոնց պատասխանը իրեն երկար սպասեցնել չի տալի, բայց ուկրաինական կողմը ավելի մեծ մասշտաբների հետ է գործ ունենում, քան եւ այդքան չի մանրանում ավտոլցակայանների առումով։ Ցավոք ռուսական հարվածների հետևանքով մեկ կին զոհվել է եւս 3 խաղաղ Ուկրաինայի բնակիչ ստացել են վիրավորումներ։ Գիտեմ, որ մեր լսարանից շատերը սպասում են Իսրայելի հայոց ցեղասպանության ճանաչման մասին իմ անդրադարձին, անպայման կանդրադառնանք։ Այս պահին կարող ենք ասել, որ կառավարության մակարդակով արդեն իսկ ճանաչվել է, իսկ Քնեսեթի մակարդակով ճանաչման շանսերը շատ բարձր են։ Սպասենք մի քանի օր, ինձ թվում է ավելի պարզ կլինի։ Դե մեր բարբերաբար եթերներում Իսրայելի թեմային անդրադառնալը իզուր չէր, մենք գիտեինք ինչ զարգացումներ է սպասվում եւ ցեղասպանության ճանաչումը ընդհանրապես այդ զարգացումների մեկ էտապն է։ Հայաստանը եւ Իսրայելը իրար հետ զարգացնելու շատ թեմաներ ունեն, պարզապես պետք է ձերբազատվել ռուսական, թուրքական եւ իրանական ազդեցությունից, ինչեւ այդ մասին մեկ այլ եթերում կխոսենք։ Այսօրվա եթերի համար այսքանը, անչափ շնորհակալ եմ ջերմ մթնոլորտի եւ ձեր ակտիվության համար։ Մինչեւ անջատելը նորից հիշեցնեմ լայքերի եւ տարածումների մասին, ով չի հասցրել դա անել եթերի ընթացքում, իսկ եթե կան մարդիկ, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, անպայման ստուգեք եւ բաժանորդագրվեք, դա շատ կարեւոր է մեր ալիքների համար։ Պլանավորում եմ հաջորդ եթերը ուրբաթ օրը, բայց եթե ուրբաթ չհասցնեմ, շաբաթ օրը անպայման կլինի։ Ձեզ հաջողություն եմ մաղթում եւ ամենագլխավորը՝ անփորձանք։